Ողջույն բոլորին։ Գիտեք, հաճախ աշխարհագրությունը թվում է պարզապես անգիրանելու ենթակա չոր փաստեր ու հոգնեցուցիչ քարտեզներ, բայց այսօր եկեք մի կողմ դնենք այդ մոտեցումը։ Մենք միասին կբացահայտենք մեր հայկական լեռնաշխարհը ոչ թե որպես տերմինների հավաքածու, այլ որպես հսկայական, կենդանի ու փոխկապակցված մի մեխանիզմ, մի համակարգ, որտեղ ամեն մի քար, ամփ ու գետ կապված են իրար անտեսանելի թելերով ու ունեն իրենց հստակ դերը։ Դե ինչ գնացինք։ Ուրեմն, եկեք խորանանք այս ամենի մեջ։ Դասագրքում մի շատ հավես, բայց ֆունդամենտալ միտք կա։ Ամեն բան սկսվում է ճանաչողությունից։ Սա պարզապես գեղեցիկ հնչող նախադասություն չէ, հավատացեք։ Սա մեր ամբողջ այսօրվա վերլուծության հիմքն է, որովհետև տրամաբանական է, չէ՞։ Եթե մենք ուզում ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը, ճիշտ կառավարել ռեսուրսները կամ պարզապես պահպանել բնությունը, մենք նախ պետք է շատ լավ հասկանանք այն հողը, որի վրա կանգնած ենք։ Մեր այսօրվա պլանը շատ հստակ է։ Կքայլենք 4 հիմնական բաղադրիչներով. նախ ոսկորները, երկրաբանությունն ու ռելիեֆը, հետո շունչը, կլիման, ապա արյունը, ջրային ցանցը եւ վերջապես դրանցից ծնվող կյանքը, մեր բազմազան էկոհամակարգերը։ Եվ այսպես, սկսենք հենց հիմքից։ Բաժին առաջին, ոսկորները, լեռնաշխարհի երկրաբանությունն ու ռելիեֆը։ Նախ փորձենք հասկանալ, որտեղ ենք մենք գլոբալ քարտեզի վրա։ Հայկական լեռնաշխարհը տեղակայված է միջին լայնություններում մեր արևադարձային գոտում։ Ինչ է սա նշանակում մեզ համար գործնականում։ Պարզապես այն, որ արևի բարձրությունը տարվա ընթացքում այնքան դինամիկ է փոխվում, որ մենք վայելում ենք տարվա 4 եղանակների շատ հստակ հերթափոխ։ Բայց սա ամենը չէ։ Մեր տարածքն ուղղակի սարերի պատահական կույտ չէ։ Այն երկրաբանորեն չափազանց ակտիվ մի հսկա լաբիրինթոս է։ Եվ սա հիանալի կերպով ցույց է տալիս մեր ռելիեֆի, այսպես ասած, երկակի բնույթը։ Պատկերացրեք երկու լրիվ տարբեր ճարտարապետական ոճ։ Մի կողմից մենք ունենք եզրային ծալքաբեկորավոր լեռներ, սուր, խրոխտ ու ժայռոտ, որոնք ծնվել են երկրակեղևի տեկտոնական հզոր բախումներից, իսկ մյուս կողմից լեռնաշխարհի կենտրոնական հատվածում կամ միջնաշխարհում պատկերը լրիվ այլ է։ Այստեղ իշխում են հրաբխային վահաններն ու հարթ սարավանդները, ստեղծված հնագույն լավային հոսքերից։ Երկու միանգամայն տարբեր ոսկրային կառուցվածքներ, որոնք ձևավորում են մեր հայրենիքի դեմքը։ Անցնենք առաջ։ Բաժին երկրորդ, շունչը, որն իր մեջ ներառում է կլիման եւ եղանակը։ Եկեք տեսնենք, թե ինչպես են այս ոսկորները ազդում օդի վրա։ Հիմա մի այսպիսի հարց. նկատել եք, թե ինչպես է ձմռանը մեր խոշոր քաղաքներում օդը երբեմն դառնում անտանելի, նույնիսկ վտանգավոր աստիճանի աղտոտված։ Թվում է, թե սարերում ենք ապրում, մաքուր օդ պետք է շնչենք, չէ՞։ Բայց արի ու տես, որ այստեղ մի թաքնված աշխարհագրական ծուղակ կա։ Ինչն է ստիպում այդ խիտ մուգ սմոգին կանգնել հենց մեր գլխավերևում ու չցրվել։ Ուրեմն ամենակարևոր կետն այն է, որ սրա մեղավորը մթնոլորտային մի երևույթ է, որը կոչվում է ջերմաստիճանային շրջադասություն։ Նայեք, տրամաբանորեն ինչքան բարձրանում ես, այնքան օդը պետք է ցրտի, ըմպես չէ, բայց մեր գոգավորություններում ձմռանը լրիվ հակառակն է տեղի ունենում։ Սառը, ծանր օդը իջնում է հովտի հատակը, իսկ նրա վրայով սկսում է շարժվել տաք օդի շերտը։ Ստացվում է մի տեսակ բնական ջերմոցային կափարիչ, եւ վերջ, քաղաքի ամբողջ արտանետումներն ու ծուխը մնում են այդ թակարդում ու չեն կարողանում դուրս գալ։ Սա այն պարզ օրինակն է, թե ինչպես են բնության օրենքներն ու մարդու գործունեությունը ուղիղ բախվում իրար։ Եկեք շարժվենք առաջ եւ տեսնենք, թե ինչպես է այս ամենը կապվում ջրի հետ։ Բաժին երրորդ. արյունը մեր լեռնաշխարհի գետերն ու լճերը։ Մեր լեռնաշխարհը ուղղակի հարուստ է ներքին ջրավազաններով։ Պատկերացրեք 3 հսկա կապույտ աչքեր, որոնք նայում են երկնքին՝ Վանա, Ուրմիա եւ Սևանա լճերը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն բնավորությունը։ Սևանը գրկված է հրաբխային վահաններով, իսկ մյուսները սնվում են բազմաթիվ գետերով։ Օրինակ, թեև Վանա լիճն ինքնին անհոս է, բայց նրան թարմություն ու կյանք են տալիս Խոշաբն ու Բերքրի գետերը։ Իդեպ հենց Բերքրի գետի վրա է աղմկում մեր լեռնաշխարհի ամենասիրուն հրաշալիքներից մեկը՝ Բերքրի ջրվեժը։ Այս լեռնային գետերը զարկերակների պես կարևոր են, հատկապես մեր եզակի ձկնաշխարհի ու էկոհամակարգի պահպանման համար։ Բայց գիտեք, մեր սարերը, ջուրը միայն իրենց չեն պահում, նրանք առատաձեռնորեն կիսվում են նաև հարևանների հետ։ 1900 Սա ուղղակի պատահական թիվ չէ, սա հզոր Տիգրիս գետի երկարությունն է կիլոմետրերով։ Պատկերացնում եք, այս ջրային հսկան սկիզբ է առնում հենց մեր արևելյան Տավրոսի լեռներից, արևմտյան եւ արևելյան Տիգրիս վտակների միախառնումից ու հոսելով դառնում ամբողջ հարավ-արևմտյան Ասիայի կարևորագույն ջրային երակներից մեկը։ Ուղղակի ապշեցուցիչ են այս մասշտաբները։
Եվ այսպես, մենք հասնում ենք մեր վերջին կանգառին, բաժին 4, կյանքը, ինչպես նաև գոտիականությունն ու կենսաբազմազանությունը։ Լեռներում կյանքը շատ խիստ, բայց միաժամանակ հիասքանչ օրենքներով է խաղում։ Ամենակարևորը վերընթաց գոտիականությունն է։ Քանի որ մենք լեռնային տարածք ենք, արևի ջերմությունն ու տեղումների քանակը կտրուկ փոխվում են ամեն մի մետր դեպի վեր բարձրանալիս։ Հիմա կենդանիներն իհարկե ավելի շարժուն են, կարող են տեղաշարժվել տարբեր գոտիներով, բայց հողն ու բույսերը շատ խստորեն գանված են իրենց բարձրության նիշերին։ Դա ստեղծում է կյանքի մի հստատ, շերտավոր կառուցվածք, նման մի հսկայական բնական շերտատորթի։ Եկեք մի պահ մտովի մագլցենք մեր սարերնի վեր։ Ներքևում հովիտներում մեզ դիմավորում են տաք, շոգ կիսաանապատները իրենց չորասեր բուսականությամբ։ Մի փոքր վերև արդեն սկսվում են չոր տապաստանները, որտեղ հողն ավելի մուգ է, լեռնաշագանակագույն։ Շարունակենք բարձրանալ ու հոպ մտնում ենք զով, խոնավ ու թարմ անտառների գոտի։ Իսկ եթե հասնենք մինչև 3200 մետր բարձրություն, ծառերն ուղղակի կանհետանան, ու մեր դիմաց կբացվեն անծայրածիր, ալպյան գունագեղ ու ծաղկուն մարգագետինները։ Իդեպ հենց այս մաքուր ու ծաղկաշատ ալպյան գորգերն են մեղվաբույծների համար համարվում ամենաիդեալական միջավայրը։ Այս անհավանական բազմաշերտությունը հայկական լեռնաշխարհը դարձրել է իսկական էկոլոգիական խաչմերուկ։ Պատկերացրեք, այստեղ միախառնվում են միջերկրածովյան, իրանական, կովկասյան, անատոլիական ու արևելաեվրոպական բուսակենդանական աշխարհները։ Սրա շնորհիվ մենք ունենք կենսաբազմազանության գլոբալ թեժկետ։ Այստեղ պահպանվել են էնդեմիկ, այսինքն միայն այստեղ հանդիպող եւ ռելիկտային հնագույն դարաշրջաններից պահպանված եզակի տեսակներ։ Մի բան, որն իսկապես հպարտանալու եւ ուսումնասիրելու առիթ է տալիս։ Հիմա այն, ինչ իսկապես հետաքրքիր է այստեղ, այն փաստն է, որ մեր բնությունը մինչև հիմա էլ լրիվ ու վերջնականապես բացահայտված չէ։ Հավատում եք։ Մի կողմից մենք ունենք այնպիսի փառահեղ խոշոր քացնասուններ, ինչպիսիք են հպարտ մուֆլոնն ու բեզոարյան այծը։ Իսկ մյուս կողմից նայեք աջ կողմի այս փոքրիկ բույսին։ Սա ջրաղախոտի լրիվ նոր տեսակ է։ Գիտնականներն այն հայտնաբերել ու նկարագրել են բոլորովին վերջերս, հենց Զանգեզուրի և Սևանի ավազաններում։ Այսինքն պատկերացնում եք, գրեթե ամեն տարի մեր երկրում հայտնաբերվում են գիտությանը մինչ այդ լրիվ անհայտ բոլորովին նոր կենդանիներ և բույսեր։ Ուղղակի ֆանտաստիկ է։ Եվ այս ամենը մեզ բերում է հենց այն կետին, որտեղից մենք այսօր սկսեցինք։ Հայկական լեռնաշխարհը պարզապես գծեր ու գույներ չէ քարտեզի վրա։ Դա քարի, օդի, ջրի ու կյանքի մի ահռելի կենդանի մեխանիզմ է, որը մենք դեռ շարունակում ենք բացահայտել։ Եթե մենք հասկանում ենք, թե ոնց են աշխատում լեռնային օդային հոսանքները, ոնց են սնվում մեր գետերը և ինչու են կոնկրետ բույսերը աճում կոնկրետ բարձրության վրա, մենք ստանում ենք հզորագույն մի գործիք։ Եվ հարցն այժմ ձեզ է ուղղված։ Ինչպես եք դուք կիրառելու այս գիտելիքները մեր բնօրանը ճանաչելու, մեր էկոհամակարգերը պաշտպանելու և մեր հայրենիքի տնտեսական ապագան հզորացնելու համար։ Մտածեք այս մասին։ Շնորհակալություն, որ այսօր ինձ հետ էիք։ Միշտ նոր հանդիպում և նոր բացահայտումներ։